Շանոք Նարոդոսով վիկենդը, իսկ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, մեր տաղավարում է դերասանուհի Սոֆիա Պողոսյանը։ Բարի լույս Սոֆիա։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ, հուսամ դուք էլ։ Մենք ֆանտաստիկ լավ ենք, որովհետև այսօր մեր հեռուստատողների հետ ինչպես միշտ մեր Արավոտոսով վիկենդն ենք սկսել, ու հետաքրքիր է նաև ձեր վիկենդները, առասարակ հանգստյան օրերը ինչպես են սկսվում։ Ցավոք սրտի մեր վիկենդները այդպես ֆիքսած վիկենդներ չեն լինում, մեր ոլորտի մարդկանց մոտ, ինչպես հայտնի է, բայց աշխատում ենք Կիրակին այսպես պահել Միքայելի համար, եթե ստացվում է, կամ քաղաքից դուրս են գնում, կամ ինչ-որ մի բան կազմակերպում ենք երեխայի հետ, այսպես։ Որոնք են ձեր ամենասիրելի վայրերը Հայաստանում, որ միշտ ընտանիքով Կիրակի գնում եք, որտեղ կարելի է ձեզ տեսնել։ Մեզ հաճախ կարելի է տեսնել Կոմ այգում և Սունդուկյանի այգում, որովհետև դրանք Միքայելի սիրած վայրերն են, որտեղ նա մեծացել է և շարունակում է մեծանալ, շատ ծառեր կան, մեծ այգի է, փողոցից հեռու, մի խոսքով երեխայի հետ հարմար է այնտեղ։ Այգու կողմնակից եք։ Այգիների խաղահրապարակները այդքան էլ չէ, թե ժամանակի ու Հազվադեպ, որովհետև դա երեխան պարտեզ է հաճախում և պարտեզից հետո աղմկոտ վայրեր կամ բան, Միքայելն էլ չի սիրում, ճիշտն ասած շատ աղմկոտ տեղեր և գերադասում ենք բնություն լինի, ավելի շատ բնության կողմնակից ենք։ Հրաշալի։ Ինչպես են սկսում ձեր օրերը, շուտ եք արթնանում, սիրում եք շուտ արթնանալ, սուրճով եք արթնանում, նախաճաշով եք արթնանում, ընտանիքում ինչպես է սկսվում օրը։ Միքայելի ինչ-որ մի ցանկությամբ եք արթնանում, մամ։ Երեխայի ծնունդից հետո այն բոլոր ծնողները երևի կփաստեն, որ արթնանում ենք երեխայի կանչով։ Ես փորձում եմ ավելի շուտ արթնանալ, որպեսզի իմ անձնական տարածքը վայելեմ, իմ սուրճը լռության մեջ վայելեմ, հետո նոր երեխայով զբաղվեմ։ Իդեպ ես միշտ ինձ համարել եմ բու, այսպես ասած, ոչ թե ջնջղուկ, այլ բու, բայց երեխայից հետո պարզվում է, որ դա էլ կարող է փոխվել։ Այսինքն ամեն ինչ կախված է քո դիսցիպլինայից և գրաֆիկը կառուցելուց, կարող ես 30 տարի օրինակ ապրել մի կարգավիճակով և գրաֆիկով, հետո փոխել դա։ Դա էլ է հնարավոր անել, կամքից է կախված և սկսեցի իսկապես հասկանալ այն մարդկանց, ովքեր արևի ծագելուն պես արթնանում են և ասում են, թե ինչ լավ բան է դա, իսկապես դա ուրիշ զգացողություն է տալիս, մի ամբողջ օր առջևում է լինում և ուրիշ էներգիայով ես լինում։ Թե ձեր զբաղվածությունը, թե նաև Աշոտի վստահ ենք, որ շատ է օրվա ընթացքում նկարանումներ, թատրոն, հատկապես թատրոն վերջին շրջանում, որին շատ շուտով կանդրադառնանք, երբ որ գալիս եք տուն, ուղղակի քիչ առաջ անընդհատ խոսում եք այդ լռության և այդ անձնական ժամն ու տարածքը վայելելու, արդյոք գալիս եք տուն ու չեք խոսում ու չեք շփվում։ Լռում եք, թե էլի բուրըն խոսակցությունները քննարկումները։ Ես խոսում եմ անձնական տարածքից առավոտյան 6-ին։ Միայն առավոտյան, իսկ հետո երեկոյան։ Հետո մեր կյանքը շատ սոցիումի մեջ է անցնում, աղմկոտ, մարդկանց հետ շփումով, ինչը ես նույնպես շատ սիրում եմ, բայց լիցքավորվելու եւ այդ ամենից հանգստանալու համար օրվա մեջ գոնե 1 ժամ հարկավոր է։ Իսկ տուն վերադառնալուց հետո իհարկե, եթե կա տանը երեխա, արդեն լռություն չի կարող լինել։ Երեխան քնեց հետո մենք էլ ենք քնում, որովհետև երեխան քնում է ուշ։ Երեխան շատ ուշ է քնում։ Հասկացա։ Անդրադառնանք ուրեմն ներկայացմանը, ում-ներ միտքը, ինչպես ծնվեց գաղափարը, ինչպես այդ ընթացքն ու ճանապարհը ունեցավ ներկայացումը եւ կյանքի կոչվեց։ Միտքը ծնվեց Աշոտի մոտ, ընդհանուր մեր զրույցներից, ապրելակերպից, տարբեր բաների քննարկումների արդյունքում, այսպես իմի բերեց այդ ամենը նա իր ռեժիսորական, պրոդյուսերական մտքով, ես որպես հոգեբանական ուղղվածությունը ապահովեցի, նա պրոդյուսերական, Տիկին Մալյանը որպես ռեժիսոր փայլուն լուծումներ տվեց, Նարեկ Ավագյան սցենարիստ այդ ամենը գրեց և իմի բերեց և այսպես ստեղծվեց մի աշխատանք, որը կոչվում է ամուսնավերլուծություն։ Ամուսնավերլուծություն։ Նշեցիք ձեր մեկ այլ մասնակցության մասին, հոգեբանության մասին, ինչպիսին եղավ ձեր անդրադարձը և ձեր միջամտությունը, կոնկրետ ինչ կարողացաք դուք անել ունենալով այդ մասնակցությունը։ Հուսամ, որ կարողացել եմ որ թեմաները ներգրավեցիք և ընդգրկեցիք ներկայացման մեջ։
Վերլուծության պահը կարծում եմ հենց, որովհետև վերլուծելը դե հոգեբանների գործն է եւ ված չէր լինի, որ յուրաքանչյուրս դասավորենք անել, ինքս մեզ վերլուծել, հետո նոր աշխարհը, իսկ ամուսնության պարագայում, եթե ուզում ես այն երկար տևի եւ առանց բուրըն կոնֆլիկտների, չեմ ասում առանց կոնֆլիկտների, որովհետև այդպես հնարավոր չէ, դա պետք է անցնի վերլուծության ճանապարհ, որը հումորի եւ այսպես իրոնիայի սարկազմի նոտաներով համեմված գտել եմ մեր պիեսում, այսպես ասեմ, ինչը թեթևություն է տալիս, կարծում եմ այն ամենը ինչը կա մեր պիեսում, եթե յուրաքանչյուր ամուսնական զույգ ներառի իր կյանքի մեջ, ավելի ամեն ինչ հարթ ու թեթև կլինի։ Իսկ դա տեսնելու համար պետք է գալ եւ նայել մեր ներկայացումը, ես սիրով հրավիրում եմ իհարկե ձեզ, ամսի 21-ին ես սիրով ձեզ հրավիրում եմ։ Այս փորձից ելնելով նաեւ հետաքրքիր է վերջ-վերջո դեպի կինո թե թատրոն։ Որն է ավելի հոգեհարազատ ձեզ։ Ես որպես հանդիսատես, որպես դիտող շատ եմ սիրում կինոն, շատ։ Բայց տարիներ շարունակ հեռուստատեսությունում աշխատելուց հետո պարզապես սպառվեցի, այսպես ասեմ, դարձավ անհետաքրքիր, որովհետև զգացի, որ ինչ-որ մի բան պակաս է, իսկ այդ պակասը գեր շատ է թատրոնում եւ այն ինչ կա թատրոնում հաստատ չկա ֆիլմում, դրանք տարբեր աշխարհներ են, այսպես ասեմ, լրիվ տարբեր աշխատանք է եւ այն էներգիան, որը կարող ես ստանալ մարդուց ուղիղ շփումից, իհարկե տեխնիկայից չես կարող դա ստանալ։ Եվ նույնը հանդիսատեսը։ Բայց որպես ֆիլմի ֆանատ, այսպես ասեմ, ես շատ եմ սիրում ֆիլմեր, այդպես մեր ռիտուալներից մեկը նաև երեկոյան ֆիլմ դիտելն է, բոլոր նորություններին հետևելը։ Մեկ-մեկ ստացվում է, որ Միքայելը քնած ու միասին կարողանում եք ֆիլմ դիտել։ Հիմա արդեն գնալով մեծանում է եւ մեր ռիտուալը կվերադառնա, բայց կինոթատրոններում բոլոր նորություններին աշխատում ենք հետևել, այսպես, բայց աշխատանքը թատրոնում դա լրիվ ուրիշ զգացողություն է, ուրիշ էներգիա է, որը ոչ մի բանի հետ իհարկե չես կարող փոխել։ Առավոտ լուսո weekend-ի մեր ռիտուալն էլ կայանում է նրանում, որ մենք հյուրերին խնդրում ենք առանձնացնել top 3 ֆիլմերի, որը նրանք խորհուրդ կտան օրինակ հանգստյան օրերին դիտել։ Մեզ հետաքրքիր է նաև քո 3-ը։ Արդեն տարիներ շարունակ իմ top-ում առաջին տեղը դա 1+1 ֆիլմն է, որը ցանկացած տրամադրության դեպքում կարող ես նայել, բազմաշերտ տարբեր խորություն ունեցող եւ իմաստներ պարունակող, երկրորդը Բայցովսկի կլուբ եւ երրորդը Շպիոնսկի իգրը։ Եթե հիշում եք այդ դուետը, Բրեդ Պիթ եւ Ռեդֆորդ կան երևի խաղեր։ Կգնամ կդիտեմ։ Անպայման։ Սոֆիայի խորհրդով անպայման այսօր կդիտեմ։ Նորից վերադառնանք ընտանեկան մթնոլորտ ու հետաքրքիր է Միքայելը երբ որ գիտակից տարիքում հասկանա, որ նրա հայրիկը եւ մայրիկը շատ հայտնի մարդիկ են, բայց ընտրությունը կայացնի ոչ թե արվեստի, չգիտեմ, ֆիլմի կամ թատրոնի ուղղությամբ, այլ լրիվ այլ ուղղություն ընտրի։ Ինչպեսին կլինի ձեր վերաբերմունքը։ Շատ նորմալ, իհարկե։ Ազատ է։ Այո։ Ընտրության առումով Միքայելը ազատ է իր ընտրության։ Այո։ Իսկ ինչ նախասիրություններ ունի արդեն Միքայելը։ Օй, շատ տարբեր, իդեպ շատ հետաքրքրասեր երեխա է եւ ամեն ինչն իրեն հետաքրքրում է։ Բացի բարձր ձայներից աղմուկից, բարձր երաժշտություն չի սիրում, մնացած ամեն ինչ նա շատ է սիրում նկարել, շատ է սիրում գնացքներ, շատ է սիրում սամակատ քշել, ընկերների հետ խաղալ, իրենք շատ մեր ընկերական շրջապատում երեխաները շատ են եւ իրենք հրաշալի ընկերություն են անում, չնայած նրան, որ բոլորի բալիկները ավելի մեծ են, բայց ֆանտաստիկ ընկերություն է իրենց մոտ արդեն ձևավորված, որ մենք նույնիսկ երբ գնում ենք միասին հանգստանալու, ասես մեծերով արդեն հանգիստ ժամանակ ենք անցկացնում, որովհետեւ գիտենք, որ Միքայելին իդեալական հետևում են, կերակրելով, այո, տակշոր հագցնելով, այսպես Երաժշտության նկատմամբ սեր ունի, նկատում եմ նվագել կամ ինքը ինչ-որ մի բան, հմտություններ։
Իմ տեղան ինչ տեսնում հարվածում է, դրա համար եմ ասում, գուցե ինչ-որ տենց հետաքրքրություններ կա երաժշտության ուղղությամբ կամ ինչու՞ չէ։ Շատ լավ լսողություն ունի, սլուխ ունի, բայց այդպես որ ասեմ, նկատել եմ, որ սիրում է այդպես ամեն ինչին հարվածել նվագել, ոչ։ Դեռ նկատելի չի ուղղությունը, դա արվեստ կլինի, երկարվեստ կամ չգիտեմ, այդ ուղղությունը դեռ մի քանի մոտ նկատելի չի։ Այդ հարցը իրեն տալիս, ինչ կցանկանա երբ մեծանա դառնալ, 3 բան առանձնացրեց՝ դերասան, օդաչու եւ բժիշկ։ Եթե չեմ սխալվում, ձեր ամուսնության 6-րդ տարին լրացավ սեպտեմբերին։ Այո։ Ինչքանով են փոխվել, շնորհավորում ենք։ Ինչքանով են փոխվել Սոֆյան ու Աշոտը, ինչքանով փոխվեց Միքայելի ծնունդից հետո ձեր կյանքը, արդյոք առաջվանն եք, առաջվանը չեք, ինչ փոխվեց ձեր կյանքում։ Կարծում եմ երեխայի ծնունդից հետո նոր սկսվում է իրական ընտանեկան կյանքը, մինչ այդ ուղղակի լինում է այդ ծաղկեփնջային էտապը շրջանը կարելի ասել, կապ չունի քանի տարի են մարդիկ միասին ապրում կամ իրար ճանաչում, մինչև երեխա չի ծնվում, այն իրականությունը ջրի երես դուրս չի գալիս եւ լավ եւ վատ առումներով, մինչ այդ լինում է Instagram-յան գեղեցիկ կյանք։ Հետո գալիս են դժվարությունները, ինչը իր հերթին այն իրականությունն է, որը իր մեջ ունի բոլոր երանգները կյանքի։ Օրինակ երիտասարդ զույգերին ես խորհուրդ կտայի ավելի շատ ուսումնասիրել, անձնային աճ գրանցել, սեփական ցանկությունները եւ անձը ավելի լավ ճանաչել, հետո նոր ամուսնանալ, որ հետո այդ ամենը չլինի ամուսնական կյանքի ընթացքում, այսինքն սպասելիքները եւ իրականությունը շատ տարբեր չլինեն։ Միքայելի ծնունդից հետո շատ բան է փոխվում, որովհետեւ արդեն դա երեխան ինքը թելադրում է, առաջին տարիներին է դժվար, իսկ հետո դու քո մեջ գեր ունակություններ եւ գեր ուժ ես բացահայտում, այսպես ասեմ, ինձ թվում է ծնողները առհասարակ ես կասեմ մենակ մայրիկները։ Մայրիկները այդ գեր ուժերի հետ կապված համաձայն են, որովհետեւ դուք միշտ շարունակում եք զարմացնել։ Նույնությունը չգիտեմ ինչ անում, բայց դուք իրականում միշտ զարմացնում եք։ Դե այսպես ասեմ, դա կնոջ ընտրությունը չի, այդպես ստիպված է լինում։ Իսկ կան վարքագծային ուսումնությունների ինչ-որ նմանություններ, որոնք միասին ապրելու ընթացքում են ձևավորվել։ Ընդհանուր առմամբ, քանի որ մեր աշխարհայացքներն ու նախասիրությունները նման են Աշոտի հետ, դա ավելի հարթ է եղել, իսկ ավելի երևի համբերատարությունը կարող եմ ասել, ես դարձել եմ ավելի համբերատար, սովորել եմ Աշոտից իր տեմպի մեջ շարժվել եւ մտածել։ Աշոտն ավելի համբերատար է։ Ահա։ Աշոտն էլ սովորել է ավելի հումորով ու թեթև նայել կյանքին, այսպես։ Նայել ձեզանից է սովորել հումորով ու թեթև նայելը։ Հրաշալի։ Մեկը մեկին լրացնելով, այո։ Իսկ եթե 4 բառով նկարագրեք ու բնութագրեք ձեր ընտանիքը, որոնք կլինեն այդ 4 բառերը։ Սիրող, ուրախ, խենթ, աղմկոտ։ Դրա համար Միքայելը աղմուկ չի սիրում։ Ես էի ուզում ասել։ Որը ինքն է ապահովում։ Որը ինքն է միշտ ապահովում։ Սոֆիա, շատ շնորհակալություն, որ հանգստյան օրը մեզ հետ սկսեցիք եւ տրամադրեցիք մեզ նաեւ զրույցին, այս անմիջական զրույցին։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Մեր ողջույնները Աշոտին եւ Միքայելին նույնպես։ Եվ այս լավ սիրո հենց նոտայել առաջարկում եմ ամփոփենք մեր այսօրվա հարցազրույցը։ Սիրառատ։ Բայց ոչ աղմկոտ։ Մի քիչ պետք է աղմկենք ամեն դեպքում։ Շնորհակալություն, ձեզ լավ օրվա շարունակություն։ Իսկ հիմա կլսենք մի շատ ֆանտաստիկ արտիստի ստեղծագործությունից մի հրաշալի կատարում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք խոսել այդ արտիստի մասին։